Ընդունվեց այն օրենքը, որը համարյա մի ամիս ծամծմվեց, շտապեցին, բոլորովին կարիք չկար այդպես հապճեպ ընդունել այդ օրենքը։ Խոսքը այն մասին է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում բնականաբար կարող են քվեարկել միայն այն դեպքում, եթե այդ ընտրությունը հայտարարելու պահի դրությամբ դրանից առաջ 2 տարվա ընթացքում, օրերը կարևոր չեն այստեղ, 2 տարվա ընթացքում Հայաստանում են գտնվել առնվազն 366 օր, կեսից մի ճարտ ավել, էլի, հա։ Այսինքն իրենց կապը երկրի հետ կեսից ավելիով մեծ է, քան թե իրենց կապը ուրիշ երկրի հետ։ Բացառություններ կան պետության համաձայնությամբ արտերկրում ուսանողները, դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները, то есть հատուկ հանձնարարություններով արտերկրում ապրած գտնվող մարդիկ իրենք նույնպես օգտվելու են քվեարկելու իրավունքից։ Այս հարցի շուրջ վեճեր կար 11 հասարակական կազմակերպություն հայտարարությամբ էր հանդես եկել, թե սա սահմանադրական իրավունքի սահմանափակում է, ճշմարիտ է, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ նկարագրած է ընտրողի ցենզը, ովքեր կարող են լինել ընտրող։ Իհարկե, երբ գրվել այդ սահմանադրությունը, բաներին, Ջանուղուրբան էին Սերժիկ Սարգսյանը եւ Քոչարյան Ռոբերտը Վլադիմիր Պուտինի հետ, եւ ոչ մի այսպիսի մտահոգություն, թե հյուրախաղերի կգան, պարզապես կգան ընտրենք, ասեն, մեզ հետաքրքիր չէ, ստեղ ինչ է հետո լինելու, կթողնեն կգնան, եւ դրանով տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում իշխանության զավթման խոշոր օպերացիա կամ օպերացիայի փորձ, եւ ոչ մեկի մտքով չէր անցել սահմանադրության մեջ այդ կարգավորումները ձևակերպել այնպես, ինչպես հիմա օրենքով ձևակերպվեց։ Հիմա օրենքով ձևակերպվեց այն, ինչ ես ասացի հիմա։ Իսկ սահմանադրության մեջ, օրենքի մեջ, ընտրական օրենսգրքի մեջ են մնացած կարգավորումները, ցենզերը, հա, 18 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, то չգիտեմ, դատարանի որոշմամբ անկորձունակ չճանաչված, ծանր հանցագործության համար պատիժը կրող եւ այլն, դրանք սահմանադրության մեջ էլ կան։ Հիմա այս սահմանափակումը սահմանադրության մեջ չկա եւ քննադատությունը լեգալիստական տեսանկյունից, իրավական տեսանկյունից հիմնավոր է, թե դուք փաստորեն լիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ էության զրկում եք քվեարկելու իրավունքից, ինչ է թե իրենք, ասենք թե անցած 2 տարում ժամանակի կեսից ավելին չեն եղել Հայաստանի Հանրապետությունում։ Բանի բարոյական իմաստով, քաղաքական իմաստով արդար բան է, ես էլ եմ այդ մասին խոսել, որ եթե մարդը երկրի հետ չի կապում իր կյանքը, ճակատագիրը, ապագան, առավելևս տարիներով չի եղել Հայաստանի Հանրապետությունում, հասկացանք, վաշ-վիշ է արել, օգնել է, հիմնադրամներին փող է փոխանցել, Հայաստանի իր հարազատներին օգնել է, միլիոնավոր մարդիկ են, չէ՞ իրենք։ Այդ մարդը ինչու պիտի Հայաստանում իշխանություն ձևավորի։ Այս հարցի պատասխանը պիտի լիներ այս ամբողջ ներկայացրած տրամաբանության մեջ պիտի լիներ սահմանադրությամբ, կամ չպիտի լիներ այնպես, որ հակասեր սահմանադրությանը, եւ կարող է հանգեցնի սահմանադրական վեճի, դատարան թիմեն, ասեն, արգել դատարանը մի հատ նայ էլ, ես ինչ է, եւ այլն, տեսնենք ինչպես կստացվի, եթե այդ օրենք այսօրվանից է ուժի մեջ մտնում, երևի ճիշտ է, ինչ իմանա սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի, ճիշտն ասած, սահմանադրական կարող է, հա, բայց եթե հակասահմանադրական է, դա է, որ անընդունելի է, մերժելի է, հա, եւ հիմնական վարկածը, թե ինչու է շտապում քաղաքացիական պայմանագիրը նման օրենք ընդունել, ինչու շտապեց ընդունել, ում լսել եմ անցած մի քանի օրերի ընթացքում, իսկ ես այդ ընթացքում լսել եմ երևի մի 40 հոգու, որոնք գործ ունեն ընտրական գործընթացների հետ, մի կարևոր համաժողովի ընթացքում, մարդիկ ասում են, որ բան է, հավանաբար քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է հանրաքվեի եւ չի ուզում, որ հանրաքվեի ժամանակ տեղի ունենա հյուրախաղային լցոնում կամ ընտրական տուրիզմ։ Ընտրական տուրիզմ, իմ հիշելով առաջինը ես եմ խոսել այդ մասին մի տարի առաջ, մի տարի չկա, իհարկե մի 7-8 ամիս առաջ, որ կարող է լինել նման բան, եւ այստեղ վերադառնալով սահմանադրական դատարանի վաղվա որոշմանը ինձ այս պատմության մեջ, որտեվ չեմ տեսել լուրերի մեջ, հետաքրքրում է
այն դրվագը թե ԱԱԾ-ն ինչ տվյալներ տրամադրեց Սահմանադրական դատարանին այս տարվա մայիս-հունիս ամիսներին Հայաստան եկած եւ գնացած Հայաստանի քաղաքացիների թվի եւ անցած տարվա նույն ժամանակահատվածներում Հայաստան եկած եւ գնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվերի համեմատությունը կա արդյոք հարաբերակցությունը ինչպես շատ հետաքրքիր է ինձ էլի կա արդյոք իսկապես շոշափելի աչքի ընկած ավելցուկ բառը սխալ է ասել բայց առավելություն հա թվաբանական ասենք թե 10,000 հոգի ավել է եկել գնացել քան անցած տարի ենթադրենք այսինքն 10,000 հոգուն պայմանականորեն կարող ենք համարել որպես ընտրական туриզմի կրողներ ընտրական քվեները Ռուսաստանից բերող գնացողներ էլի հա մոտավորապես էս տրամաբանության մեջ հույս ունենք որ Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստում կոնե այդ վիճակագրությունը կտեսնենք փորձենք հասկանանք թե ինչ կա չկա էլի ոնց է եղել էս ամբողջը ստեղ հարց կար ուրեմն չեք կարծում որ Ռուսաստանի Դաշնությունը դիտմամբ է մեծ դեպի Եվրամիություն ստիպում մտնել ամբողջ ՌԴ-ի քայլերը դրա մասին են վերջում էլ իրենք սանկցիաներից դուրս օգտվեն հարգելի բարեկամ դավադրապաշտության տեսությունից է էս կտորը էլի ինչի դրթեն էլի որ մտնի ասենք եթե մտնում է ենթադրենք այսօր Հայաստանը դիմում է եկուց առավոտ ժամը 7-ին Եվրախորհրդարանը որոշում է կայացնում ասում են դուք մեր հարազատ 28-րդ աղբերն եք կամ քույրը եւ վերջապես վերադարձակ մեր գիրկը եւ այլն ենթադրենք եկուցվանից Հայաստանը Եվրամիության անդամ է ավտոմատ կերպով Հայաստանը ստանձնում է Եվրամիության ընդունած Ռուսաստանի դեմ 20 պատժամիջոցների պատասխանատվություն, այսինքն դառնում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոց կիրառող պետություն։ Տեսական բան եմ ասում, հասկանալի չէ, ֆանտաստիկայի ոլորտից է։ Դրանից շահում է Ռուսաստանը, ոնց է շահում, ով կարող է բացատրել։ Չի շահում, չէ, դուժում է, որտեվ հիմա Հայաստանը օգտագործվում է որպես շրջանցիկ խողովակ պատժամիջոցները շրջանցելու համար որոշ ապրանքների ներկրման եւ արտահանման համար։ Առաջ ուղիղ էր ներկրում արտահանում, հիմա Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Չինաստանի եւ այլնի միջոցով, էլի։ Այնպես որ լուրջ չէ, էլի, այս տեսակ ենթադրություն ունենալը։ Եվ հետո Վալոդիկին տրամաբանություն վերագրելը բան է, ահագին միամիտ բան է։ 22 թվականի փետրվարի 24-ից հետո Վալոդիկի գործողություններում տրամաբանություն որոնողները բանը խայտարակ ցախողման մեջ են հայտնվում։ Ես այդ քաշվածներից մեկն եմ։ Փետրվարի 22, 23, 21 քննարկում ենք ինտենսիվ ընկերներով, թե կսկսի պատերազմ Ուկրաինայի դեմ, թե ոչ։ Բոլորս, որոնք շատ լավ գիտեինք, պատկերացնում էինք Ուկրաինայի վիճակը, պատրաստվածությունը, ինչքան որ էր։ Տրամադրությունները ժողովրդի տարբեր համայնքներում, բաներում, էլի, Օդեսայից սկսած, Դնիպրո, Խարկով, Չերնիհով, էլ որտեղ եմ եղել այդ տարիներին Պոլտավա, Ժիտոմիր, Կիև բնականաբար մի քանի անգամ եւ այլն, ինձ ասում էր, որ գոնե մեկը տեղ ազատ ելումուտ կար, էլի, ռուսական հետախուզությունը վխտում էր Ուկրաինայում, էլի, ժողովրդի տրամադրությունները, որ պատշաճ կերպով հասցնեին Վալոդիկին, Վալոդիկը կասեր այն մարդ, չէ, ինչ պատերազմ սկսելու, մենք խելառ չենք։ Գյադեն որոշեց, որ չէ, կարող է սկսել ու 3 օրում Կիևը գրավել, մինչև հիմա եղավ 4.5 տարի չի կարողանում գրավել, այսինքն տրամաբանություն որոնել էս Գյադի վարքի մեջ, որ անում է, որպեսզի Հայաստանը դառնա, ինչի ստիպի, իր քյարը որն է։ Հայաստանը իր ազդեցության ոլորտից զորով շարով դուրս հանելու իր օգուտը որն է, չկա ստեղ օգուտ, էլի, իր համար, իր ընկալմամբ։ Ես երբեմն կատակով ասում եմ, էլի, վերջում ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանի թեմը մի հատ փոքրիկ արձան են տնելու, Վալոդիկը նպաստել է ՆԱՏՕ-ի ընդհարձակմանը իր վարած անհետետ էշ աղմախ քաղաքականությամբ։ Վալոդիկի պաշտամունքով տառապողներին խնդրվում է էկրաններից հեռու մնալ հարգելի հայրենակիցներ, լավ չի եղնի։
լավ չի եղնի։ Ընտրակաշառքի համար պատիժների խստացումը, ընկերներ։ Ուրեմն այսօր ընդունվեց, ուժի մեջ մտավ եւ այլն եւ այլն։ Ուրեմն ընտրակաշառք ստանալու համար նախկինում սահմանված 1-ից 3 տարվա ազատազրկումը դարձել է 2-ից 5 տարի։ Ընտրակաշառք տալու համար նախատեսված 3-ից 6 տարվա ազատազրկումը խստացել է դառնալով 4-ից 8 տարի։ Եթե խոսում ենք միջնորդի մասին, ժողովուրդ, որը եւ ստացող է, եւ տվող է, այս երկու հոդված իրար վրա է դրվում, ելնում է շալակը, այս մարդը կնում նստում է, ես իմ 10-12 տարի է ստացվում, ինչ է ստացվում։ Հա, իհարկե այս փոփոխությունները մինչև հիմա ձերբակալվածների կամ հանցագործությունը արածների, ոչ թե ձերբակալվածների, մինչև այս պահը հանցագործությունը կատարածների վրա սրանք չեն ազդում են մինչև այդ եղած պատժաչափերը, եթե այդ մարդիկ կդատապարտվեն ազատազրկման, կապացուցվի դատարանում, որ տեղի է ունեցել հանցագործություն։ Հա, դրանից բխած հետևանքներով։ Ենթադրենք, ասենք 32-3 թվին բանդից դուրս կգան, կասեն, ինչի էիր նստել, ասի հեչ, վերցրել էի բանը կով էի ստացել, կամ այծ էի ստացել, կամ էլ ինչ կա, շալվար էի ստացել, շալվար էի տվել, քաբաբ էի վերցրել, որպեսզի գնայի հանրահավաքին մասնակցեի, էլի։ Հա, այսինքն այդ զանգվածային խոշոր միջոցառումը երբեմն հայտնվում են ուղեղի շատ սահմանափակ, ասենք, ծավալով հայրենակիցներ, որոնք ասում են, Լևոն, այդ ոնց էլ հավատում ես այդ բաներին, այդ ձայնագրություններին, մենք քեզ լուրջ մարդու տեղ էինք դրել, ոնց կարելի է այդ ձայնագրությունները լուրջ ընդունել, էլի։ Այդպես առաջնորդվենք, պետք է ասեմ, Հիմի դու ես, թե դու արհեստական բանականություն ես, կարող է դու այլ մոլորակը, քեզ էլ լուրջ չընդունեմ, ինչ է, ես էլ ինձ լուրջ չընդունեմ, մատրիցայի մեջ ենք մենք, ով ենք, ինչ ենք, բանը, էլ ինչ անենք, լավ, այդ ապացույցը բերենք, ներկա պիտի գտնվեինք մենք տեղստ երևույթին, որ հավատանք, որ ընտրակաշառք են վերցրել տվել, դատարանում, եթե հանգարց սարքած են այս մեղադրանքները կամ ձայնագրությունները կամ վկայությունները դատարանում խայտարակ է լինելու հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազը եւ այլն չեն հասկանում իրենք։ Վերջը բաց դատ է լինելու, այդ ինչ է անունը, այն քաղաքական ուժերը, որոնց օգտին այդ ընտրակաշառքը բաժանվել է, կանխավարկածը սա է, հա, իրենք տիրապետում են ահռելի քանակությամբ լրատվամիջոցների։ Տեսախցիկը տանելու են տնեն, եւ եթե հակակոռուպցիոն կոմիտեն խայտարակ է լինելու, on-line տեսնելու ենք մենք այդ ամբողջը եւ խայտարակ է լինելու։ Հիմա ով է մտածում, որ հակակոռուպցիոն կոմիտեն բան ու գործ չունի, նստած ձայնագրություն է արտադրում, Հայաստանի լավագույն դերասաններին հավաքել է, հա, ձայնագրել է, որպեսզի վարկաբեկի այս կամ այն քաղաքական ուժին։ Եկուս մի սուր կտեսնենք մենք այդ դատարանում։ Կերևա էլի կհասկանանք։ Հա Այնպես որ բանը ջաններդ եղեք հարգելի, անհարգելի ավելի ճիշտ հայրենակիցներ, այսօր էլ էր մեզ թևաթափ չի անում հակակոռուպցիոն կոմիտեն, այն մի օրը ձայնագրություն չհրապարակվեց, ես էլ ասացի բան, այն մարդ այսօր չունենք էլի, մատերիալ չենք ստացել, չենք կարողանում կարդալ, խորագրի մեջ գրել եմ 17 հոգու տվել եմ, տվողների մի սորտ է աճել Հայաստանում, գիտեք ես երևի թե շատ կուզեի իմանալ, թե այս տվող վերցնողները, ինչպես ուզում եք հասկացեք, էլի քյասա, քանի հոգի են։ Ասենք Հայաստանի բնակչության քանի տոկոսն է, որ Հայաստանի ապագայի վրա գումար է խաղացել, ինչ է թե հիպոթեք ունի, պարտք ունի, պոզիտաղա է, քած է, պորնիկ է, պուտանկա է, ինչ է, որոշել է, որ փողով պիտի վերցնի ծախի Հայաստանի Հանրապետությունը։ Սա Հայաստանի Հանրապետությունը ծախելու բան է, գործողություն է։ Որը բան է արված, ֆրագմենտացված է, չգիտեմ, 10,000, 20,000, 200,000, ով իմանա, 300,000 հոգի է մասնակցել այս հանդիսավոր օրգիային, պորնոին, ինչքան մարդ է մասնակցել, քվեով պետություն բռնաբարելու, պետություն գողանալու քվեով։ Ինչ-որ ուրիշ կալիբրի պորնիկի լամուկներ ուրիշ բար չեմ գտնում, այդտեղ չեմ դիմանում, ներող կլինեք, որոշել եմ, որ եթե ջեբերը լիքը փող կա, վագոնով, կամազով, կռազով, բելազով, այդ փողով իրանք կարող են պետությունը առնել, խուրդել։
Հա, համի կարելի է մեծ բարեբախտություն համարել, որ Հայաստանի այս հանրապետությունը այս անգամ չկարողացան խուրդել առնել ծախել։ Ինչի՞ պետք է փողերը դերակատարություն ունենային, պարոն Փաշինյանը հո չի հետևում, անջատեք պարոն Փաշինյան, մի նայեք ձեր դուրը չի գա այս հատվածը, Փաշինյանի կողմնակիցներ, աջակիցներ, մի նայեք այս հատվածը, ով պիտի դրանց հախից գար, աղոթքը օգտագործեցիք կոնե, այն որ գնում էիք եկեղեցի պատարակներ, բան կոնե այնտեղ աղոթում էիք, որ Տեր Աստված այնպես արա անդրակաշարքը դերակատարություն չունենա, ունեցավ։ Սրբուի Գալյանը, ընտրության արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր արկա չեն, լուրջ։ Ընտրության արդյունքներ ասելիս ինչի նկատի ունի Սրբուի Գալյանը։ Գալյանը չէ հարցը մենակ։ Քաղաքացիական պայմանագրի մեջ երևի լիքը մարդ կա, համարում են, որ ընտրության արդյունքները վավերական են, որովհետև ԿՊ-ն ստացել է մանդատների կեսից ավելին։ Ուրեմն վավերական է։ Հորս արև սաղ տոշնի է, հա, ջանդամ թե եթե հանգարց եկուց կպարզվի, որ փողով են քվես արկել ուրիշ քաղաքական ուժերի համար, իրանք մանդատ են ստացել։ Այդ հատվածը նույնպես վավերական է։ Թե այդ հատվածը անվավեր է, ԿՊ-ի ստացած մանդատների մասը վավերական է։ Չեք ամաչում։ Այսօր քննարկում էինք, թե այս ընտրությունների արդյունքները լեգիտիմ են, թե ոչ, պետք է համարվի լեգիտիմ, ինչ է նշանակում լեգիտիմ, դա էլ մի եկա հարց է, կարելի է օրերով վիճել, էլի։ Խոշոր հաշվով ինձ որ հարցնեք, կասեմ, որ իմ կարծիքով 3 քաղաքական ուժերը, ահա, պետք է լինեին խորհրդարանում։ Մանդատների քանակը չեմ կարող ասել, որտեղ մանդատների քանակի վրա ահռելի ազդեցություն է գործել ընտրակաշարքը, որոշ չափով ազդեցություն գործել է վարչական ռեսուրս։ Իմ կարծիքն է մասնավոր, դուր հետ գալիս է, չի գալիս, դուք գիտեք։ Բանը, եթե նույնիսկ որևէ մեկը ընտրակաշարք չօգտագործեր, եթե ենթադրենք տեսականորեն, ուժեղ Հայաստանը ընտրակաշարք է օգտագործել, ենթադրենք։ Հա, ենթադրենք Հայաստան դաշինքը, ենթադրենք Բարգավաճը, մեղադրանքների կանխավարկածով եմ ասում, էլի չեմ մեղադրում։ Եթե նույնիսկ դրանք չլինեին, ԿՊ-ն վարչական ռեսուրս օգտագործած չլիներ, ահա, վարչական ռեսուրս որ ասում եմ, չհամեմատեք էլի Քոչարյանների, Սերժիկների ժամանակվա վարչական ռեսուրսի հետ։ Սարուց օր է, հսկայական տարբերութային ժամանակ դպրոց չէր մնում, որ վարչական ռեսուրսով չգնաց չմասնակցեր հանրահավաք էսկոմենկոմ, այս դեպքում մենք ունենք 10-20 դեպք էլի ընդամենը։ Ինչ որ է։ Նույնիսկ եթե լիներ այս իմաստով մաքուր, ես համարում եմ, որ իշխող քաղաքական ուժը իր քվեներով խորհրդարանում պիտի լիներ, առավելությամբ չեմ կարող ասել, բացարձակ մեծամասնությամբ, սահմանադրական մեծամասնությամբ, բարդ է ասելա, թե հարաբերական մեծամասնությամբ եւ ընդեղ պիտի լինեին բողոքի քվեի կարողները, որոնց հիմնական կարողները այս 3 քաղաքական ուժերն էին։ Ասենք ԿՊ-ի դեմ լինի, ինչ ուզում է լինի։ Կարևոր չէ, ով է հետաքրքրվել, ասենք ուժեղ Հայաստանի գաղափարախոսությունն ինչ է, որ գնացել են քվեարկել են։ Մեր Սամվելի համար են եկել քվե տանք, մեզի չի դարկրե մնացածը։ Անվտանգության ինչ միջոցառումներ է նախատեսել ուժեղ չի դեմ ապ չեմ հասկանել, դոնք չի դեմ եկել եմ հասկանալի է, չէ՞ որտեղ գաղափարական ընտրության մասին չէ խոսքը։ Հա, այսինքն լինի ԿՊ-ի դեմ ինչ ուզում է եղնի, մոտարապես այսպես։ Այդ իմաստով եղածը լայն իմաստով ահագին արդար է, այնտեղ պլյուս մինուս ԲՀԿ։ Հա, իսկ ճշգրտության իմաստով արդյոք պետք է 29 մանդատ ունենար ուժեղ Հայաստանը 12 մանդատ կունենար Հայաստան դաշինքը եսին, այդ արդեն չենք կարող ասել, որովհետև նշածս ընտրախախտումների ծավալը զգալիորեն ազդել է մանդատների եւ տոկոսների վրա։ Սա իմ միամիտ մասնավոր կարծիքն է, մարդ, որը 30 քանի տարի հետևում է ընտրական պրոցեսներին։